Ես Դավիթ Աթոյանն եմ։ Ես Մերի Սարիբեկյանն եմ։ Ես Գայանե Մանուկյանն եմ, լրագրող, դիզայներ, ռազմավարական հաղորդակցությունների մասնագետ, Ryopan Studios-ի տնօրենը եւ Նոր ինքնություն նախագծային ակումբի ղեկավարը։ Մեր իրականացրած նախագիծը Wishap նախագիծն է, որը նորաձևության մասին է։ Գաղափարն առաջացավ այն ժամանակ, երբ ես առաջին անգամ մասնակիցներին հարցրեցի. ինչպես եք դուք մեկնաբանում ինքնությունը եւ որ սիմվոլների, որ խորհրդանիշների հետ եք ասոցացնում ձեր հայ լինելը։ Եվ այդպես ծնվեցին մի քանի տարբերակներ, թե ինչի շուրջ կարող ենք ստեղծել մեր հավաքածուն, եւ հաղթող գաղափար համարվեց Wishap-ը, որպես հայոց ինքնության ամենավառ խորհրդանիշ։ Մենք խոսում ենք հայկական նոր ինքնության մասին եւ խոսքը փոխանցում ենք ոչ թե բառով, այլ հագուստի միջոցով։ Ստեղծեցինք կապսուլային հավաքածու, որը որ եւ իր մեջ ներառում էր հայկական արժեքներ եւ ներկա նորաձևություն։ Այս նախագծով մենք փորձում ենք լուծել մի քանի խնդիր։ Հագուստը, նորաձևությունը, մշակութային ոլորտն է, որը համարվում է շատ ճկուն ռազմավարական հաղորդակցության ձև, եւ իմ խնդիրն էր երեխաներին սովորեցնել հագուստի միջոցով խոսելու եւ հաղորդագրություններ փոխանցելու հասարակությանը։ Երկրորդ խնդիրն այն էր, թե ինչ հաղորդագրություն ենք մենք ուզում փոխանցել, քանի որ այն, ինչ որ մենք խոսում ենք հագուստի լեզվով, պիտի ունենա արժեք եւ պիտի ունենա իմաստ եւ պիտի անպայման ունենա դրական ազդեցություն դիմացինի վրա։ Եվ երրորդ խնդիրը, որ մենք փորձում ենք լուծել այս նախագծով, նորաձևությունը որպես բիզնես հասկանալն էր։ Մեր ակումբում ունեինք մի քանի ավելի փոքր թիմեր, որոնք տարբերվում էին ըստ ոլորտների։ Դրանք էին մարքեթինգ, արտադրական, ստեղծարար եւ բիզնես։ Ես բիզնես թիմից էի եւ մենք մեր թիմով իրականացնում ենք տարբեր աշխատանքներ մեր ակումբի ներսում, որոնցից էր ծախսերի, նվիրատվությունների եւ ռիսկերի կանխորոշումը եւ կառավարումը։ Ես նախագծի ընթացքում համակարգում էի ստեղծարար թիմի աշխատանքները, սկսած էսքիզավորումից մինչև կոնստրուկցիոն կառուցվածքներ։ Ամենահետաքրքիր պահն այս ակումբի ղեկավարման ընթացքում այն էր, որ ես ինքս սովորում էի երեխաներից։ Ամենաակտիվ նախագծերից մեկն ենք, միշտ վազքի մեջ ենք ու միշտ կարողանում ենք թեկուզ եւ լարված, բայց ամեն ինչ հասցնել։ Ինձ համար ամենահետաքրքիրն այն էր, որ մենք թիմի անդամներս, ովքեր բոլորս էլ գրեթե 0 փորձառություն ունեինք այս ոլորտում, կարողացանք 0-ից ստանալ ինչ-որ բիզնես եւ կարողացանք շատ ձեռքբերումներ ունենալ։ Տարվա ընթացքում կրակոտ վիշապները միշտ ամեն ինչ հասցնում են։ Կարծում եմ, որ նախագիծը իր ակնկալիքները գերակատարել է, այն առումով, որ տպավորել է լսարանին, հասարակությանը իր թարմությամբ, իր նորարարական մոտեցմամբ, նրանով, թե ինչպես կարող ենք մենք վերաբերվել մեր մշակութային ժառանգությանը, առանց վնասելու դրանց, բայց խոսելու դրանց մասին այսօրվա լեզվով եւ ինչպես կարգախոսներ ակումբի, չերկրպագելով այն մոխիրը, այլ փոխանցելով այն կրակը, որը պետք է ապրեցնի այդ մշակույթը, այդ ժառանգությունը։ Կարծում եմ, որ հենց դրա մասին էր այս ամենը։